Զինյալների և խաղաղ բնակչության տարհանումը ազատագրված Հալեբ քաղաքից տևեց ընդամենը 1 օր։ Ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին շրջաններից բնակչության դուրսբերումը դադարեցվել է։ Կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Իշխանությունները պնդում են, որ ապստամբները փորձել են իրենց հետ տանել գերիներին, ապստամբներն ի պատասխան մեղադրում են սիրիական բանակին աջակցող խմբավորումներին տարհանվող ավտոբուսների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մեջ։ Իսկ նախորդ գիշերվա ընթացքում 6000 անձ է տարհանվել արևելյան Հալեբից, այդ թվում 3000 գրոհային։ Էր Ռաշիդին շրջանի Սալահ ալ-Դին թաղամասից ավտոբուսները շարժվել են հիմնականում դեպի Իդլիբ, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության տակ։ Զինյալները Հալեբից հեռացել են մաքրելով բոլոր հետքերը, ոչնչացվել են կարևոր փաստաթղթեր, քարտեզներ, զենքի պահեստներ։ Նախորդ գիշեր հեռացողների տեղաշարժը հսկել է ռուսական օդուժը։ Չնայած անվտանգության երաշխիքների վերաբերյալ իշխանության խոստումներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները տվյալներ ունի, որ կառավարական ուժերը Հալեբի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններ են կիրառել։ Պետքարտուղար Ջոն Քերին Ասադի վարչակազմին մեղադրել է Հալեբը սպանդանոցի վերածելու փորձի մեջ։ Հալեբից հեռացողներին ընդունելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի վաղ թուրքական կողմը Սիրիայի հետ սահմանի փախստականների ճամբար կառուցելու մտադրության մասին էր հայտնել։ Իրավիճակը Հալեբի շուրջ դարձել է Եվրամիության Բրյուսելյան գագաթնաժողովի հիմնական թեման։ Ելույթ է ունեցել Արևելյան Հալեբի քաղաքապետը, խնդրելով օժանդակություն ցուցաբերել բնակիչներին։ ՄԱԿ-ի տվյալներով 50,000 հոգի դեռ գտնվում է Արևելյան Հալեբում։ Փորձագետները խուսափում են կանխատեսումներ անել Հալեբում զարգացումների մասին։ Փխրուն կայունությունը կարող է ամեն պահի խարխլվել պայմանավորված նոր ազատագրված քաղաքի մերձակա տարածքներում ընթացող մարտերով։ Իսկ մինչ այդ անհանգստացնող է պատմական Պալմիրայի ճակատագիրը, վերջնականապես ավերակների վերածվելու վտանգը կրկին կախվել է քաղաքի գլխին։ Պալմիրան օրեր առաջ հետ է գրավել իսլամիստների կողմից, գրոհայինների հրապարակած կադրերում ոչնչացվող հուշարձաններ են։